Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Տանտինյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 12-ն է 2026 թվական։ Ինչքան ասում ենք Նիկոլ Փաշինյանի թեմաներին չանդրադառնանք, ամեն օր առիթ տալիս է, այսօր էլ ավանդական ճեպազրույցներ, բայց այդ ճեպազրույցում անդրադարձավ նաև արդյոք Վրաստանի իշխանությունները իրան խնդրել էին, որպեսզի ինքը միջնորդեր Ստրասբուրգում խոսեր Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին, ասեց իհարկե տենց բան չկա, թեպետ բոլորն էլ հիշում են, որ մի շաբաթ առաջ Վրաստանի վարչապետի հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը եւ դրանից հետո զուգադիպեց, բայց այդ դեպքում նորից անդրադառնանք, ի վերջո խնդիրը ինչին էր վերաբերվում։ Պիտի անկեղծ ասեմ, սակայն որ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրամիության եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Սա երեկվա ասածն է, նորից կարդում եմ, որ ավելացնեմ, որտեղ երեք ժամանակ չեղավ ամեն ինչին հանգամանալից անդրադառնալ։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն եւ մենք Եվրամիության Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի։ Փաշինյանը շարունակեց. մեր ակնկալիքը ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա, դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար։ Հիմա տեսեք, երեք խոսել ենք սրա մասին, բայց նայենք։ Հիմա ինչ է ասում, նախ որ Վրաստանի հետ կապված միջնորդեց, այսինքն էսպես է, մենք դադարեցրել ենք այս մեր ակտիվությունը, որովհետև Վրաստանի հետ կապված խոչընդոտներ կա Եվրոպա, այսինքն Վրաստանի պատճառով չի լինում։ Մեկը Եվրոպային ասում ենք, դե, որ եթե ուզում եք, մենք ձեզ միանանք, իրականում ինքը չի ուզում միանալ։ Ուրեմն Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորեք։ Այսինքն սա էլ Վրաստանին ժեստ անենք, որ Վրաստանը առիթը օգտագործենք, Վրաստանի մասին խոսենք, բայց ինչն է աստեղ, ծայրից ծայր, նաև սխալները, ոչ թե մենակ, որովհետև Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել դեկտեմբերի 14-ին 2023 թվականին։ Այսինքն, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք տեսանք, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ է ստացել եւ դա մեզ մոտ հույս արթնացրեց, որ մենք էլ այդ քայլը անենք, չմոռանանք, որ 2024 թվականին, երբ որ խորհրդարանական լսումներ էր, խոսքը գնում էր, որ իշխանությունը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության, իշխանության ներկայացուցիչները անգամ հեգնում ու անգրագետ էին համարում այն քաղաքասարակության ներկայացուցիչներն, թե ով է հիմա դիմում գրում, դիմումը պետք է վերջում գրվի, հիմա ինչ հարց եք անում, հիմա մենք չենք անդամակցում, որ մենք դիմում գրենք ու հայտ ներկայացնենք, հանրաքվե անենք, հանրաքվեն վերջի փուլում է, մարդիկ ասում են, արի հիմա հանրաքվե արա, հայտը ներկայացում, միանալու հարցը կարող է 10 կամ 20 տարի հետո, այդ ժամանակ հասարակությունը իր վերաբերմունքը վերջնական կարտահայտի, ոնց որ եղավ Մոլդովայի հետ կապված, որ մարդիկ իրենց վերաբերմունքն արտահայտեցին հանրաքվեով։ Այսինքն այդ ժամանակ իրանք կատեգորիկ չէին ցանկանում հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության ու դրա համար քաղաքասարակությունը որոշեց քաղաքացիական նախաձեռնությամբ գնա, դրան էլ իհարկե կանդրադառնանք։ Ստացվում է այնպես, մեկ էլ կարճ ժամանակ հետո ինքը ասում է, վայ, մենք որոշեցինք Վրաստանի հետ կապված քայլ անենք։ Բայց Վրաստանի հետ կապված 2023 թվականին Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ունի, դու 24 թվականին կատեգորիկ մերժում ես, բայց դրանից հետո, կատեգորիկ մերժելուց հետո, Վրաստանի խորհրդարանական ընտրություններն եղել են հոկտեմբերի 26-ին 24 թվականի, որից հետո այդ օրենքը ընդունում ես, բայց 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո արդեն Եվրամիությունը չճանաչեց Վրաստանի ընտրությունները, սկսեց ճնշում գործադրել իշխանության վրա, ասեց այս օրենքը պետք է փոխեք, այդ պետք է անեք, ծրագրերը
սառեցրեցին, հարաբերությունները, այսինքն դա եղել է թե նախընտրական փուլում, թե ընտրության ընթացքում, թե ընտրությունից հետո, այսինքն Վրաստանի խնդիրը այլևս, որ նրա առաջ ճանապարհը փակել են, պարզ է 2024 թվականին, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը օրենքը ընդունեցին 2025 թվականի մարտի 26-ին, այսինքն ասել, որ մեր քայլերը պայմանավորված է Վրաստանով, ծայրից ծայր սուտ է, պարզապես հիմա, քանի որ ինքը ցանկություն չունի դիմելու, մարդիկ էլ ասեն, բա ինչ է իրանում, մտածում էր, որ Եվրամիության անդամակցության մի հատ օրենք ընդունես առանց պարտավորության, առանց որևէ բանի, գնա ժողովրդին ասես, ես ձեզ Եվրոպա եմ տանում, քեզ էլ աջակցողները, որոնք որ քեզ հետ պայմանավորված այդ օրենքը բավարարվեցին ընդամենը օրենք ընդունելով, այլ ոչ թե շարունակեին հանրաքվեի համար ստորագրահավաք անել, որ իրանք էլ գնային ասեն, դե ժողովուրդ ջան, այդ օրենքը մենք ենք պարտադրել իշխանությանը պարտադրել եք, բայց չէի գնացել հետները նստել պայմանավորվել, որ բերեք սա անենք, որ հանկարծ հանրաքվեի ստորագրություններ չհավաքեն։ Կարող է ձեզ թվում է այդքանը չգիտենք, հա։ Առիթը կգա դրան ավելի բացած կխոսենք։ Ուղղակի ես նայենք, որ իմանաք, այս մարդը ցանկություն չունի գնալ, մանավանդ սա process է, եթե այդ process-ը հիմա ասում ես Վրաստանի հարաբերությունները վատ է, այդ իսկ պատճառով սա անիմաստ որ մենք շարունակենք, եթե իմանայինք վատա չէինք էլ անի, այսինքն այդ օրենքը որևէ հետագա շարունակություն չի ունենալու, քանի Վրաստանում վիճակը վատ է։ Վերջ, թեման փակվեց, որտեղ եթե ասում ես թեման բացել ենք Վրաստանով պայմանավորված, թեման փակում ես Վրաստանով պայմանավորված։ Վերջ, այն մարդիկ, ովքեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը սատարում են, ողջունում են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելով, այդ մարդիկ ուրեմն արդեն պարզ է, թե դուք ինչն եք ողջունում։ Դրա համար ասում եմ, որ մենք ասելով մենք ինիկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ մենք նստել քննարկել ենք, երբ որ պայմանավորվել ենք միասին մասնակցենք ընտրություններին շնորհապետական կուսակցության ընտրացուցակում ես ներգրավված լինեմ, որ այո, այդ քայլերը մենք հետևողական անելու ենք, որովհետև գիտենք, որ իշխանությունը չի անելու, գիտենք, որ իրան սատարողները, սուտ է արևմտամետները չեն անելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի ուզում դա անել, թե իրանք ինչ ձևով կներկայացնեն, թե մենք էս ենք անում, թեթև սենց իշխանությանը կքննադատեն, որ ցույց տանի թե իրանք ընդդիմադիր են, թե ինչ կանեն մեկ ուրիշի նման կասեն, դե մենք էլ ենք իշխանություն, այդ արդեն իրանց խնդիրն է, հասարակությունը կարևոր է հասկանա, որ այս իշխանությունը մեզ Եվրոպա չի տանելու, վերջ, իրան սատարող արևմտամետները նույնպես, որովհետև նրանք սատարում են Նիկոլ Փաշինյանին, վերջ, եթե անում ենք հստակ, անում ենք մենք, ձեր շնորհիվ կվստահեք, ուրեմն վերջ, ինչ չափով կվստահեք, այդ չափով էլ այդ հարցերը կանենք։ Հա, օգտվելով առիթից նաև ասեմ, որ հասկանում եք, ուսումնասիրում եք, տեսնում եք ինչ ակտիվ եւ ագրեսիվ ձևով են համացանցը ողողել իրանցով, բացի այդ էլ սենց դրույքներն էլ ավելացրել են որոշակի մեծահարուստներ, ընես թվեր են դրել, որ ընդհանրապես կարող է մի հատ բարև տաս, մի հատ տուն վաճառես, որ այդ բարևի փողը տաս, որ այդ բարևը միտեղ տպեն։ Իմանանք։ Դրա համար գոնե մենք ունենք մեր ռեսուրսը, կարողանանք մեր ռեսուրսը օգտագործել արդյունավետ, մաքսիմալ։ Դրա համար այն նյութերը, որ այդ ամենօրյա ռեժիմով ձեզ հետ շփվում ենք, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, նրանք ովքեր ցանկություն ունեն մեր կայքին աջակցելու ֆինանսական հնարավորությունների պարագայում կարող են նայել նյութերի նկարագրական մասում կա բոլոր տվյալները, արագ փոխանցում, բանկային փոխանցում, PayPal համակարգ Միացյալ Նահանգների համար, Patreon համակարգ եւ բացի դրանից բավական լուրջ ծավալուն աշխատանք արնում է հենց կուսակցությունը Գուրգեն Սիմոնյանը, բաժանորդագրվեք նրա YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նրա Facebook-յան էջին,
բացի դրանից էլ նայեք տեսեք ինչով կարող եք օգտակար լինել, կապ հաստատեք գրասենյակի հետ, ասեք, որ ինչ հարցով կարող եք օգտակար լինել, սկսած դա կլինի ֆինանսական, թե կազմակերպական, մարզերում ինչ-որ աշխատանք տանելու, թե կուսակցությանը անդամագրվելու, թե եթե դուք արտասահմանում եք ապրում, զանգեք ձեր մոդիկներին, բարեկամին նյութերը տարածեք, շատ-շատերը ինձ դիմում են, որ ասում են մենք շատ հետևողականորեն տարածում ենք այդ նյութերը, այո, այդ է մեր գործիքը, հիմա եթե մեր գործիքը սա է, եթե դա էլ արդյունավետ չօգտագործենք, պատկերացնում եք, բա ինչպես ենք պայքարում։ Լավ, անցնենք առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չենք կարող այդ տրամաբանության վրա գնալ և անկախ պետություն կառուցել։ Հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս տրամաբանությունն է սահմանադրության նախաբանի վրա պետք է հղում չլինի, այսինքն չի լինելու այդ նախաբանը, դա հարց է ծագում։ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին որոշում կայացրեց, անկախության հռչակագրում տեղ գտած նպատակները, եթե ամրագրված չեն բուն սահմանադրության տեքստում, իրավական ուժ չունեն։ Սա քանի տասնյակ անգամ է Նիկոլ Փաշինյանը սա ասել, որ մեր սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել, որ մեր սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդհանրապես խնդիր չկա, եթե մենք պայմանագիրը ստորագրենք ու մեր սահմանադրական դատարանը պետք է վավերացնի, սահմանադրական դատարանն արդեն տեսել է, որ խնդիր չկա, Ալիևին ասում էր, բայց ինչ եք ստիպում, պարտադրում, որ մենք դա փոխենք։ Եվ անընդհատ ասելով Նիկոլ Փաշինյանը անտրամաբանական է դա, հիմա ինքը մեզ բացատրում է, որ այդ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի տրամաբանության մեջ է, դրա համար մենք պետք է դա փոխենք, բա հիմա չհիշեցնենք Նիկոլ Փաշինյան, բա սահմանադրական դատարանին հղումն ինչի համար է իրանում, բա դրա համար մարդիկ ասում են, որ Ալիևը քեզ պարտադրում է, դու դա անում ես, էլ հերիքա լոլո կարդաս, որովհետև եթե դա այդպես չի, դու ինքդ բացատրել ես, որ մեր սահմանադրական դատարանը փաստարկված ձևով ասել է, որ դա ընդհանրապես իրավական ուժ չունի, եթե սահմանադրական դատարանը իրավական ուժ չունի, ինչու ես քո ճեպազրույցի ժամանակ ասում, մենք դա պետք է հանենք, որտեղ դրա մեջ կոնֆլիկտային տրամաբանություն կա, բայց որտեղից մնաց այդ կոնֆլիկտային տրամաբանությունը, եթե իրավական ուժ չունի, որովհետև Ալիևը պարտադրում է, իսկ այդ դեպքում, եթե հարցը առաջանում, որ բա ինչ է, հիմա մենք սա թողենք կոնֆլիկտի գնանք, այսինքն եթե վաղը Ալիևը նույնիսկ օգոստոսի 8-ից հետո, Վաշինգտոնի փաստաթղթից հետո մի օր անգամ չի դադարել ասել, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, և որ Միլի Մեջլիսի պատգամավորը, որը արևմտյան Ադրբեջանի կառույցի ղեկավարն է, գրքեր են տպում, ֆորումներ են անում, սիմպոզիումներ են անում, աշխարհով մեկ տարածում են, որ մենք պետք է վերադառնանք մեր պատմական հայրենիքը եւ խոսում են 300,000 մարդու վերադարձի մասին։ Այո, եւ նաեւ Ստամբուլում գագաթնաժողովի ժամանակ իսլամական համագործակցության կազմակերպության 57 երկիր դատապարտեց Հայաստանին, թե ինչի Ադրբեջանից 300,000 մարդուն չես ընդունում։ Հիմա Ադրբեջանի պահանջը սա է։ Մենք խաղաղությունից խոսում ենք այս Ադրբեջանի հետ։ Հիմա եթե Ադրբեջանը կանգնում ասում ավելի լավ է մենք գանք մեքենաներով, ոչ թե տանկերով, այսինքն եթե մեքենայով չհամաձայնվեք, տանկերով կգանք։ Դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը վաղն էլ, եթե հաջողվի իրան ընտրվել, պետք է կանգնի ասի ժողովուրդ ջան, հիմա Ալիևը Հայաստանն ուզում է։ Եթե մենք Ալիևի հետ գնանք կոնֆլիկտի, այդ կոնֆլիկտային տրամաբանության ժամանակ խաղաղություն ո՞նց կլինի։ Եթե դուք Ադրբեջանին մերժեք, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանը չի, այդ կոնֆլիկտ կլինի։ Ես ձեզ խաղաղություն եմ բերել եմ, որ դուք հիմա կոնֆլիկտ սարքեք։ Չէ՞ որ ինքը մեզ այդպես է, չէ՞ ապացուցում։ Չէ՞ որ ինքը կանգնեց հանրային ռադիոյում հարցազրույցի ժամանակ ասեց Սահմանադրության նախաբանը պետք է փոխենք, որովհետև երկու կողմի ցլերը կհարձակվեն մեր վրա։ Ինքն է կարմիր զգեստով էր։ Բա որ ցլերը հարձակվեին, հետո հասկացավ ինչ աբսուրդ բան ասեց, հասկացավ որ ժողովուրդը դիմադրեց, ասեց լավ, ոչինչ, ժամանակա պետք կամաց ժողովրդին կոտրելու։ Հիմա ինքը համարեց, որ արդեն ժամանակն է կարող ասի, որ վերջ Ալիևի պահանջը կատարելու ենք։
որ գնաց այն 4 գյուղերի հետ կապված ասեց, եթե դու հիմա չհամաձայնվեք այդ գյուղերը հանձնել, Ադրբեջանը մտնելու ավելի շատ գյուղեր ավերցնելու, մեր պետականությունը վերանալու է, ավելի լավ է համաձայնվենք։ Եթե մենք չգնայինք Թրամփի ասացի հետ չհամաձայնվենք, Ադրբեջանը մտնելու էր Սյունիքը վերցներ, բայց 99 տարով Ամերիկային ենք տվել, որ մեր անվտանգությունը պահենք, որովհետև Ադրբեջանը կգար կվերցներ։ Այսինքն, եթե վաղը, որպեսզի մենք կոնֆլիկտի չգնանք, այս հարցում զիջում ենք, դա նշանակում է, որ մենք պատրաստ պետք է լինենք հաջորդ կոնֆլիկտին, որովհետև ոչ մի անգամ այդ մտքից Ալիևը չի հրաժարվել։ Երեկ ես ձեզ կարդացի, որ երեկ էլ խոսում են տեղանունները ադրբեջանական Հայաստանի տարածքում այդ ամեն ինչը, որ վերջապես իրանք պետքա վերադառնան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եթե նույն տրամաբանությամբ ասում է, որ խաղաղություն որպեսի լինի, պետք է մենք կոնֆլիկտի չգնանք ու համարում է, որ սահմանադրության նախաբանը, որը իրավական ուժ չունի, դա կոնֆլիկտ է պարունակում, վաղը մենք ոնց ենք Ադրբեջանին մերժելու 300,000 մարդու գալը։ Ոնց սահմանը բացել ես, խաղաղության փաստաթուղթը ստորագրել ես, այդ մարդն էլ գալիս է, այդտեղ տուն է առնում, ապրում է։ Պետք է լի քաղաքացիությունը կընդունի։ Ոնց ենք մերժելու։ Եթե մեր երկրի ղեկավարը լինի այս երիտասարդը։ Դե հիմա հասկացաք հարցի լրջությունը։ Իսկ որ սահմանադրության մեջ համառորեն ցանկանում է Ալիևը դահանի մի նպատակով 89 թվականի դեկտեմբերի 1-ին վերամիավորման որոշում է կայացրել Արցախն ու Հայաստանը։ Այդ օրենքը ոչ մեկը չեղյալ չի համար, ուժը կորցրած չի համարել, բայց ցանկացած պահի կարելի է վերցնել մի հատ ազգային ժողովը մի հատ որոշում ընդուներ եւ այդ օրենքը չեղյալ համարեր։ Վերջ, դե ընդունված ազգային ժողովը այն ժամանակ ընդունել է Գերագույն խորհուրդը, դու էլ հիմա չեղարկում ես։ Մի խնդրեմ բան չի։ Բայց ինչի է Ալիևը համառորեն ասում նախաբանը հանի, որովհետև այդ 89 թվականի վերամիավորումը հայտնվել է անկախության հռչակագրի մեջ, իսկ անկախության հռչակագիրը հայտնվել է սահմանադրության նախաբանում, իսկ սահմանադրությունը ժողովուրդը հանրաքվեով է ընդունել։ Այսինքն Ադրբեջանն ասում է մինչև այսօր ձեր վերամիավորման հարցը ուժի մեջ է, դուք պետք է հանրաքվեով դրանից հրաժարվեք, որպեսզի Ադրբեջանն ասի 91 թվականից Արցախը իմներ, դուք 30 տարի օկուպացրել եք, դուք պետք է 150 միլիարդ վճարեք։ Իսկ մենք ասում ենք՝ մի րոպե, 89 թվականի որոշումը որ եղել է, մարդը զենքը ձեռքին գնացել է Արցախը պահել է, որովհետև հանձնառու է եղել, իր երկրի որոշումների հիման վրա է դա արել, իր անկախության հռչակագրի հիման վրա է արել։ Դրա համար ասում է դու հիմա անկախության հռչակագրից հրաժարվի, սահմանադրության մեջ ցանելով, այսինքն հանրաքվեով դու կարող ես չեղարկես հանրաքվեի որոշումը նախորդ, որպեսզի ինքը հանգիստ Հայաստանից պահանջի 150 միլիարդ դոլարը, որպես օկուպացրել ենք, եւ ասի պետք է այդ մարդիկ վերադառնան Հայաստան։ Ու այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը սրա մասին չգիտի։ Այնպես չի, որ տասնյակ անգամ սրա մասին չեմ ասել։ Ասում են մարդիկ են ներվանում, ասում են Ալիևին բան ես ուշում մեռանք ասելով, Ալիևը դա արդեն մեր գլխին սարքել է Նիկոլ Փաշինյանի հետ միասին։ Ես բացահայտում եմ Ալիևի եւ Փաշինյանի արածը, ոչ թե հուշում եմ, դա արդեն ինքը արել է։ Ես չեմ ասում, որ նոր պետք է անի, արդեն արել է։ 150 միլիարդի հայտը վաղուց է ներկայացրել։ Մի խոսքով իմացաք դա։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է. այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները։ Մենք ենք տերը, մեր երկրի կարգախոսն իրականացված է։ Այսինքն ինչ որ հազարամյա, ինչ որ կեղծ հայրենասիրությամբ ուզեցել են Հայաստանը վերացնեն, բայց Հայաստանը գոյություն ունի, չի վերացել։ Ինքը բացատրում է, որ մենք սխալ ճանապարհով ենք գնացել, եւ այդ սխալի ու ճշտի միակ տարբերությունը նա վերջապես մենք Ադրբեջանի հետ լավ ենք ու վերջ։ Այն որ Ադրբեջանի հետ լավ ենք գիտենք, որ ինչի համար արվում, դա էլ կասեմ։ Բայց 1000 տարի Ադրբեջանն եղել է։ Մեր միակ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ է եղել։ Ժամանակեր են եղել, հասարակարգեր են եղել, ավարի ու նվաճողական պատերազմ է եղել, շուկաների պատերազմ է եղել, այդպիսին է եղել տնտեսական քաղաքականությունը։ Գնան թալանել, բերեն լցնել իրանց երկիրը պահել։ Այդ ժամանակ սխալ քաղաքականությունը ո՞րն էր։
Նիկոլ Փաշինյանը ուզում է երևի ստրկատիրական կարգերը վերանայի, ֆեոդալական կարգերը վերանայի, կապիտալիզմը վերանայի, սոցիալիզմը ինչն է ուզում վերանայի։ Ամեն ժամանակ եղել է տնտեսական քաղաքականության միած սխեմա, ուժեղը գնացել է թույլից գրավել է, բերել է իր երկիրը պահել է, կամ գնացել է այնտեղից ապրանքաբեր է, կամ հետո կապիտալը արտահան է, էժան աշխատուժ է օգտագործել։ Այդ ամբողջը տնտեսական փուլեր են եղել աշխարհում։ Բա Նիկոլ Փաշինյանի գլխում փուլային ինչ կարա լինի։ Դատարկ տեղը ինչ կարա լինի։ Նա կանգնել ասում է ժողովուրդ, հիմա ես որ ասում եմ, ես 1000-1500 տարվա բաները դնենք մի կողմ, այսինքն ինչ է դնենք մի կողմ։ Ուրեմն եթե այսօր Ադրբեջանի հետ խաղաղություն ես հասել, չես էլ հասել, գիտենք ինչի չես հասել, բայց ի՞նչն է այստեղ նպատակը, ասում մենք խաղաղություն ենք ուզում։ Հասարակությանը տրամադրում ենք խաղաղություն, որ եթե հանկարծ հասարակությունն ասի, այս բանից դժգոհ եմ, դուք պրովոկատոր եք, դուք ցանկանում եք պատերազմ, դուք այդ անունը որ տալիս եք, դուք ուզում եք պատերազմի Ալիևը հարձակվի, հանգիստ խաղաղվեք, նստեք տեղներ հետ։ Երբ որ հասարակությանը տրամադրում ես, որ ինքը իր երկրին տեր չկանգնի, բայց ասում ես մենք ենք տերը, վաղը երբ որ Ալիևը ասի գալիս եմ ավտոներով, աղոհացով դիմավորելու են, որովհետև վախից ասելու են, եթե չէ, տանկերով է գալու։ Այսինքն դու հասարակությանը այս անկայուն աշխարհում կոտրում ես հասարակության դիմադրողականությունը, որպեսզի Ալիևն ասի, հիմա ինչ եք ասում, տանկով գամ, թե ավտոյով, ասենք չէ, ավտոյով արի, կգանք մի հատ ավտոյի ակներն է կլվանանք, որ Հայաստան մտնես, հանկարծ փոշոտ չլինի։ Բա դուք չգիտեք ինչ անում ես մարդը, խաղաղություն ա բերում, ոչ, ձեզ պարտադրում է, որ ձեր մարտական ոգին կոտրված լինի, ով որ մարտական ոգի ունի, նա հայրենիքի դավաճան է, ով որ մարտական ոգի ունի, նա պատերազմ է ուզում, իսկ ինքը խաղաղություն ա, խաղաղություն չի բերել, խաղաղությունը պարտադրում է, որպեսզի Ալիևը կարողանա ուզածը վերցնի, որտեղ ինքը բացատրում է, սահմանադրության նախաբանում գրվածը անկախության հռչակագիրը բացարձակ խոչընդոտ չի, բայց մենք փոխում ենք, որպեսզի Ալիևը չնեղանա։ Վերջ։ Ավելի պարզ, Իրանից լավ ոչ մեկը դա չի բացատրի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ Ամերիկայի իսրայելական պատերազմի պայմաններում թրիփ ուղու կառուցման ծրագրի մեկնարկին։ ԱՄՆ վարչակազմի համար այսօր գոնե թրիփն առաջնահերթությունների մեջ չի, որովհետև տեսնում եք ինչ է կատարվում ու ինչով են զբաղված։ Ցավոք հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացված է այդ խնդրի վրա։ Իհարկե, եթե կպարզվի, որ չի ազդի, ավելի լավ։ Հիմա որ խոսում ենք, որ թրիփի հետ կապված այդ ծրագիրը, որ մինչև 2030 թվական, դա Թրամփը ուզում էր անպայման անի, որ Իրանով անի, որպեսզի Ադրբեջանի շահերը սպասարկի, որ վաղը մյուս օր Ադրբեջանի հետ բիզնես անի, երբ որ նախագահ չլինի, որտեղ Ալիևը հավերժ է, ինքն էլ բիզնեսմեն է հավերժ, հո ինքը հավերժ նախագահ չի։ Եվ այդ որ բացատրում էինք, որ այդ թրիփի հարցը, որ Հայաստանի շահերից չի բխում, որովհետև մենք տվել ենք, բայց իրականում գործոն չենք, մենք Ամերիկայի դաշնակիցն ու գործընկերը չենք, Ամերիկայի պլանները ցանկացած պարագայում կարա փոխվի Ամերիկա-ռուսական հարաբերություններով պայմանավորված, Ամերիկա-Իրան հարաբերություններով պայմանավորված, ոնց է թրիփ կառուցում Իրանի քթի տակ, երբ որ Իրանն ասում է Ամերիկայից թե չմտցնես։ Մի օր մերոնք ասում են Ամերիկայով անվտանգություն ենք ապավել 99 տարի, Իրանից մի հատ դժգոհում են, ասում վայ, չէ, ինչ եք ասում, մենք ամերիկյանց տեղ չի մտնելու, ինչ անվտանգություն, մենք անվտանգությունը մեր ռեգիոնալ պետություններով ենք այդ ամեն ինչը կարգավորելու։ Հիմա ինքը խոստովանում է, որ թրիփի հարցը մնաց երկրորդական պլան, որովհետև բա ինչ կանգնի ասի, թրիփով էր պատմում, թե Ամերիկային բերել ենք, Ռուսաստանին դուրս ենք արել, Ռուսաստանին դուրս չես արել, երկաթգծի հետ կապված Ռուսաստանը շարունակելու է դրանք անի, թրիփն էլ այլևս ժամկետների հետ կապված խնդիր առաջացավ, առավել ևս, որ Ամերիկան նույնիսկ չգիտի այդ թրիփը արդյունավետ կլինի, թե չի լինի, Իրանի հետ կոնֆլիկտը հաղթահարված չի, այս որ բացատրում էինք, ասում էին, բանա, լավ էլի մի բան դրական կարող է ասել, լավ ժողովուրդ ջան, բարի լուր եմ ասում, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, թրիփը անորոշ ժամանակով հետաձգվում է, բարի լուրը դուրները տեկավ, դե ուրախացեք, ինչ եղել, ծափեք տալի, թրջկոտում եք ու սրտիկ եք անում։ Վերջ, հա, չէ, մոռացա, պերաշկին ու կուկուռուսը, խնձորնել անպայման կնայեք, հանկարծ մոմից չլինի, եթե դուք բարի լուր եք ուզում, խնդրեմ, բարի լուր է, այսինքն փաստորեն խնդիրները ներկայացնենք բարի ձևով։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է. «Մերձավոր Արևելքի պետությունների անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային տերությունները, այլ ոչ թե ԱՄՆ։ Թե արաբական, թե իսլամական պետությունները պետք է հասկանան, գիտակցեն այն փաստը, որ նույնիսկ ամերիկացիները չկարողացան ապահովել իրենց անվտանգությունը։ Արաբական երկրների անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային երկրները, մենք պետք է մշակենք անվտանգության ապահովման տարածաշրջանային մեխանիզմներ»։ Դոնալդ Թրամփը իր ժամկետներում եւ ծրագրերում չտեղավորվեց։ Դրա մասին պարբերաբար խոսել ենք։ Ինքը կարծում էր, որ մի օրում տապալել է։ Առավոտ խփեց, երեկոյան զենքովայր են դնելու։ Դա չեղավ։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Իրանք արաբական երկրներին ասում են, ձեր անվտանգությունը Ամերիկան է պահելու, չեք հասկանում։ Ասում են իսկականից, եթե Ամերիկայի բազան լի, մեր անվտանգությունը կպահի։ Հետո հարց է ծագում, իսկ ձեր անվտանգությունը ով էր վտանգում, որ։ Դե արդեն խելքները կել էր Ամերիկան, որ նավթ ունեն, ուրեմն անվտանգ չեն։ Գնաց բազաները դրեց եւ բազաներից հարվածում է Իրանին, պատասխան հարված Իրանը խփում է այն երկրներին, որոնք առանց այդ բազարների լավ էլ անվտանգ էին։ Հետո արդեն մտածեցին, որ Իսրայելն էլ ցանկացավ նենց անի, որ արաբական երկրները պատասխան հարված հասցնեն, մտնեն պատերազմի մեջ Իրանի հետ, նրանք էլ խելքները հասավ, էլի, խելքը նավթի հետ չեն կերել։ Հասավ, որ այս իրանց գլխին այս տղեկը սարքում են։ Ժողովուրդ ջան, իրանք հոխորտացին, մի երկու բան ասեցին, բայց հետ քաշվեցին, որովհետև հասկացան, որ սպասի, մենք մտնենք Իրանի հետ պատերազմի մեջ, դուք էլ հետ քաշվեք, սկսեք երկու կողմերին զենք վաճառել, սկսեք մի հատ տես հուզիչ ձևով հետևել, թե ինչ է կատարվում, եւ ուզենաք այդ ամեն ինչը այդ մարդիկ վաղուց տեսել են ու շատ լավ հասկացել են, դրա համար չմտան դրա մեջ։ Հիմա Իրանն էլ ասում է, խելքները գլուխները թավակեք, եկեք իրար հետ նորմալ համագործակցենք։ Ամերիկայի բազան պետք է ձեզ անվտանգություն ապահովեր, Ամերիկայի բազան ձեզ համար պրոբլեմա բերել։ Որտե սա սխալ հաշվարկի արդյունք էր Դոնալդ Թրամփի։ Հիմա դուք հասկացաք տարբերությունը եւ ինչա կատարվում։ Ոստեղ բացարձակ հարցնա չի, մեր համակրանքը կլինի Իրանի կողմը, թե Ամերիկայի կամ Իսրայելի։ Խնդիրը նա է, մենք օբյեկտիվ ինֆորմացիան ասենք, ամեն մեկը ձեր համակրանքով ու հակակրանքով առաջնորդվեք։ Բայց որ ասում ենք, որ Իրանի հետ կապված սխալ եք հաշվարկել ու մեզ համար պրոբլեմ եք սարքում։ Քանի անգամ ենք ասել, թրիպը ձախողվելու է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության չգան ցանկացած ձևով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոստովանում ասում է, ինչ թրիպ։ Այդ ինչ եք խոսում։ Բա հիմա դրա ժամանակն է։ Բա այդ էինք ասում։ Բա որ ասում ենք դա ձախողվում է, ասում եք, բա մենք ի՞նչ կապ ունենք Իրանի հետ պատերազմի հարցում։ Իրանին խփել են, իսկ դուք ավտոբուսը նստած պերաշկի ուտելով գնում եք, ասում եք մեր երկրում խաղաղություն է։ Մենք ի՞նչ կապ ունենք իրանց հետ։ Տեսնում եք մեր մոտ խաղաղություն է։ Բա ձեր մոտ խաղաղություն է ու ձեր բաղձալի թրիպ ճանապարհը ձախողվում է։ Դուք այդքան ուղեղ չունեիք, որ հասկանայիք այդ պահին ինչա կատարվում։ Դրա համար մարդիկ զարմանում էին, ասում են դու տագնապ ես ընջեցնում, նրանց պետք չի։ Կարող է իրանք են ճիշտ, բա իրանք են ինֆորմացված, իրանք են իշխանություն։ Ինֆորմացիան, որ դատարկ տեղ մտնում է, ոնց մտնում, տես դուրս է գալի, ժողովուրդ ջան։ Ես կարող եմ իրանց ունեցած ինֆորմացիայի 1% ունենամ, 99% վերլուծությամբ մենք ձեզ ճիշտ ինֆորմացիա ներկայացնենք։ Իրանց 100%-ով ինֆորմացիան էլ դատարկ գլուխը որ մտնում է, բացարձակ ոչ մի նշանակություն չունի։ Դուք նայեք ինչ էին անում պատերազմի սկզբում եւ ինչ են այսօր հայտարարում թրիփի հետ կապված։ Վերջ։ Արդեն ձեզ ամեն ինչ պարզ կլինի։ Իրանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, սակայն նրա վիճակը գնահատվում է բավարար։ Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում, սա առաջի ուղերձն է Մոջթաբա Խամենեի, Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին փոխանցել է. եթե պատերազմը շարունակվի, կգործարկվեն այլ ճակատներ։ Ամեն դեպքում մենք փոխհատուցում կստանանք թշնամուց։ Մենք կվերացնենք նրանց ունեցվածքի այն մասը, որքան կորոշենք։ Եթե դա հնարավոր չլինի, մենք կոչնչացնենք թշնամու ունեցվածքի նույնքան մասը։ Խամենեին դիմել է Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարությանը, հայտարարելով, որ Թեհրանն ակնկալում է կառուցողական հարաբերություններ։ Այն ինչի մասին խոսում ենք հիմա, դուք տեսնում եք, որ այս մարդիկ զիջելու ցանկություն ունեն։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չկարողացավ հասկանալ, որ ոնց պետք է հարված հասցնել, որ այդ պատերազմը դադարեր։ Հիմա այս վիճակով հիմա պատերազմը ավելի վտանգավոր փուլ չի մտե։ Մոջթաբա Խամենեի
Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրիժառությունից։ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։ Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները, և մենք անխուսափելիորեն կշարունակենք։ Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում այդ բազաները կդառնան հարձակման թիրախ, հայտարարել է Մոջթաբա Խամեյնին։ Ես ինչքան հիշում եմ, Դոնալդ Տրամփն ասում է, որ բացարձակ վերացրել է Իրանի տեխնիկան։ Չկա ոչ մի բան, հակաօդային պաշտպանություն, նավ, հրթիռ, ոչ մի բան չկա։ Ժողովուրդ ջան, բայց ինչով են խփում այդ բազաներին։ Ամերիկան չի կարողանում իր բազայի օդը փակի։ Ժողովուրդ, բայց ենք ասում։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ-շատերը Տրամփին ասում են՝ դու ես ինչ ես անում։ Հայաստանը սուտի արևմտամետներ կան, ասում են՝ բա կարելի է, բա դուք արևմտամետ ելնեք, Թրամփի արածը քննադատում եք, ձեզ էլ չենք հասկանում։ Ես ձեզ չեմ հասկանում։ Արևմտամետ ելնել նշանակում է ուղիղ չունենա։ Հա։ Կամ արդարացնել Իսրայելի արածը։ Իսրայելը իր պետության շահերից ելնելով կարծում եմ իր չափ հանձնի ոչինչ։ Բայց դա ձեզ ինչի պիտի հետաքրքրի, որ դուք դա պաշտպանեք։ Եթե ինքը իր պետության գոյության համար կռիվ է տալի, ասում ենք լավ, անհապետությունը պիտի գոյություն ունենա։ 22 արաբական պետություն գոյություն ունենա Իսրայել, չէ՞։ Պատմական ներկայացնում ենք ինչ ճանապարհը անցել, որ դա պիտի ունենա։ Բայց դե գիշի պիտի արդարացնենք, երբ որ իրանք դնեն դպրոցին հարվածեն, հիմա իրար վրա գցեն, թե Ամերիկան է տամագավկով խփել, թե Իսրայելն է խփել, Ամերիկան էլ ասի չէ, տամագավկը կարող է Իրանինն է։ Հետո նախագահին ասեն, ինչ գիտես, ասում է, չգիտեմ, խաբար չեմ, մերոնք կարող ավելի լավ գիտեն, ասում են չէ, ոնց որ Իրանը չի խփել, ինքը Իրան չի խփել։ Մենք դրա ինչն ենք արդարացնում։ Իսրայելն բոլորը Բենյամին Նեթանյահուի հետ կողմ է։ Դուք բան չեք տենց ջրիկացել, ոգևորվել։ Բավարարում ենք ակտիվ չեզոքություն, դրա համար ենք ասում։ Փորձենք լավ լինենք, բայց դրա համար պետք է կոնֆլիկտի կողմ չդառնանք, որ լավ լինենք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ մեծ առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, չնայած նավթի անհավանական բարձր գներին։ Մակրոնը հաստատել է, որ մեծ առաջնորդները մտադիր են բանակցել մի քանի երկրների հետ, խուսափելու արտահանման վրա որևէ սահմանափակող միջոցառումից։ Այսինքն հասկանում եք, որ մեծ հասկանում, որ նոր իրավիճակը պետք է կողմնորոշի, բայց պետք է առիթից չօգտվեն Ռուսաստանից պատժամիջոցներ անեն։ Իսկ եթե ասում ենք մեծ հասկանում ենք, որ նաև Միացյալ Նահանգները նրա մեջ, ինչքան էլ ուզենա Ռուսաստանի հետ խաղեր տա, այն գլոբալ հարցերում համաձայնության են գալի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Ալի Ֆադավին ասել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը մարտի 10-ից փորձում է միջնորդել Իրանի հետ հրադադարի հաստատման համար։ Այսօր ամսի 12-ն է, մարտի 10-ից փորձում է ինչու։ Այստեղից եկող ճնշման պատճառով, եթե Թշնամին հաղթեր պատերազմում, նրանք միջնորդներ չէին փնտրի ամբողջ աշխարհում հրադադար հայտարարելու համար։ Այսինքն իրանք կատեգորիկ ասում են, որ մենք պատերազմը դադարեցնելու ոչ մի ցանկություն չունենք։ Հիմա դուք հասկանում եք, չէ՞, մեզ համար լա քանի օր անցե եւ արդեն ինչքան խնդիրների առաջ ենք կանգնել։ Ու այդ էինք քննարկում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է Իրանի դեմ պատերազմում։ Ամեն ինչ ավարտվեց առաջին ժամվա ընթացքում, բայց կմնանք հակամարտության մեջ մինչև առաքելության լիակատար իրականացումը։ Մենք չենք ուզում շատ շուտ հեռանալ, չէ՞, ասաց Տրամփը, մենք պետք է այն ավարտին հասցնենք։ Հիմա որ հաղթել է, ում հետ է բա կռվում։ Հաղթել վերջացրել ես, չէ՞, առաջի օրը։ Բա ում հետ ես կռվում, նավերդ ինչի ես ուղեկցող տանում, որ Հորմուզի նեղուցով դուրս գան, հանկարծ գոյություն չունեցող հրթիռներով Իրանը չհարվածի այդ նավերին։ Պարսատիկով է Իրանը խփում Պարսից ծոցում, ես չգիտեմ։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է. ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով։ Կարծում եմ, այո, դա լիովին հավանական է, հենց դրա վրա է այժմ աշխատում ռազմական գերատեսչությունը։ Այս հարցը գտնվում է ամերիկյան զինվորականների մշակման փուլում։ Պետք է մշակեն մարտի վերջից սկսեն ուղեկցել նավերը։ Ուրեմն այս մարդիկ չեն լսել, որ Դոնալդ Տրամփը արդեն պատերազմն ավարտել է։ Վերջ հաղթել է, բոլոր նավերը սուզված են, ժողովուրդ ջան։ Բալավսից անլրջություն կլինի։
Այս անլրջության պարագայում ենք հույսներս դրել, որ Թրամփը մեր անվտանգությունը պետք է ապահովի։ Բավարար անհանգիստ եք, դրա համար ենք անհանգիստ։ Տեղից էլ հետը բան չունենք պայմանավորված։ Իր հետ էլ պայմանավորվածը հա պայմանավորվեց, հա չէ։ Էս չի իր ասածը։ Իր թիմը նախագծում է նավերն ուղեկցեն, ինքը ասում է, էլ նավ չունի, ոչ ականանետ ունի, ոչ ական ունի, ոչ ականակիր ունի, բոլորը վերացրել ենք։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կտրուկ է արձագանքել պատերազմի մոտալուտ ավարտի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին։ Մենք ենք որոշում, թե երբ կավարտվի պատերազմը։ Մարտի դաշտում պայմանները եւ պատերազմի ավարտը Իսլամական Հանրապետության ձեռքում է, ասվում է հայտարարության մեջ։ Ժողովրդին ոտի հանեցին, տարան կոտորեցին, Ամերիկան ոգևորեց, ասեց գալիս են օգնության, տարան կոտորեցին այդ մարդկանց փողոցներում, բանտերը լցրեցին տասնյակ հազարավոր մարդկանց։ Հիմա ձեր արածն ի՞նչ է։ Ինչ հարց լուծեցիք, ասում է պատերազմն ավարտվել է, արդյունքը ի՞նչ է այդ պատերազմի։ Միջուկային ծրագիրը դադարել է, բալեստիկ հրթիռները վերացել է, ինչ է եղել։ Իրանի հոգևոր առաջնորդը գոյություն չունի, իշխանությունը փլուզվել է, երկրում արդեն աշխարհակարգ է փոխվել, երկրում արդեն կրոնապետությունը վերացել է, արդեն աշխարհիկ պետություն է։ Որ հարցն է լուծել, որ պատերազմը վերջացել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին թույլիկ եւ խղճուկ է անվանել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հնարավոր ներման վերաբերյալ իրավաբանական եզրակացության հարաճության մասին նրա հայտարարություններից հետո։ Նրան որևէ իրավաբանական եզրակացության պետք չէ, նա դատարկախոս է, նա թույլիկ եւ խղճուկ է։ Ես ուզում եմ, որ Բիբին, այսինքն Բենյամին Նեթանյահուն, կենտրոնանա պատերազմի վրա, այլ ոչ թե այս անհետեթության վրա, հայտարարել է Թրամփը։ Այսինքն այդ մարդը լրիվ նորմալ ընթացակարգով ասма դիմում է, քննում ենք, որոշում ենք, ներում շնորհում ենք, թե չէ, այդ կոռուպցիոներին։ Ինչ ես ընկել այդ մարդու հետ էս։ Մի հատ նամակ ես գրում, մի հատ բողոքում ես, մի հատ հայտարարում ես, մի հատ վիրավորում ես, չես տեսնում, որ քո մոտ չի ստացվում։ Իսրայելը գիտի, որ իրանք են Ամերիկան ղեկավարում, Ամերիկայի նախագահը չի կարա Իսրայել ղեկավար։ Ամերիկան կարա Իսրայել ղեկավարը, եթե Ամերիկայի նախագահը Թրամփը չի։ Եթե Ամերիկայի նախագահը Թրամփն է, Իսրայելն է Ամերիկայի ղեկավար, պարզ չի այդքան, լավ բարդ է այդքան հասկանալ։ Ամբողջ աշխարհը դա հասկացել է, ինքը չի հասկացել։ Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ Հորմուզի նեղուցում թիրախավորելու է ամերիկյան Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին պատկանող ցանկացած նավ։ Հետարքիր է, բա ինչով է թիրախավորելու։ Ինչքան գիտենք, ոչ մի բան չուներ, սա Թրամփը վերացրել է։ Մենք թույլ չենք տա, որ նույնիսկ 1 լիտր նավթ հասնի ԱՄՆ-ին, սիոնիստներին եւ նրանց գործընկերներին, նրանց հետ կապված ցանկացած նավ կամ լցանավ կլինի օրինական թիրախ։ Պատրաստվեք, որ նավթի գինը 1 բարելի գինը կհասնի $200, քանի որ նավթի գինը կախված է տարածաշրջանային անվտանգությունից, որը դուք ապակայունացրել եք, բայց հետարքիրը որն է։ Հնդկաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ Հորմուզի նեղուցով առնվազն 20 լցանավերի անցման շուրջ, իսկ Իրանը թույլ կտա Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով, որով անցնում են Հնդկաստանի հում նավթի ներմուծման 40%-ը։ Այսինքն, եթե ինքը պայմանավորում է Հնդկաստանի հետ, ասում է այսինքն ինքը այնպես է վերահսկում Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը, որ ինքը կարողանում է նավերի ասի, ես քեզ թույլ կտամ դու անցի, բա որտեղ է Ամերիկան։ Բա ի՞նչն ես վերացրել։ Հա, դու էլ ուզում ես քո նավերն ուղեկցես, որ հանկարծ իրանցիները չխփեն։ Այս խելքով էիք Հայաստանի անվտանգություն երաշխավորում։ Մանավանդ որ ասենք մերոնք ասում են դե լավ ինչ է եղել, որ ամեն ինչ նորմալ է, մեր մոտ խաղաղություն է, բայց երեք բան տարածեցին, չէ՞ որ հարված է հասցվել Թեհրանի հայկական Մեջիդե թաղամասին, դրան մոտ հայկական մի միություն կա, այնտեղ ապակիներ են փշրվել, հայերի շրջանում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ դուր հարվածից հետո 20 մարդ զոհվել են, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա է վիրավորվել։ Ըստ Թեհրանի հայկական Արաքսթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի, Իրանի այլ քաղաքների հայկական թաղամասերին մոտ հարձակումներ եղել են, սակայն հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Իդեպ Ուկրաինայի նախագահն էլ օրերս որ
Հիմա այս լարվածությունը նայում ենք, այսինքն շարունակական process է, եթե չլեր արդեն բաներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինան 11 դիմում է ստացել հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում օգնության համար։ Մենք վերլուծել ենք Իրանում պատերազմի հիմնական հեռանկարները եւ դրա երկարաձգման հնարավոր հետևանքները։ Մենք նաեւ մանրամասն ուսումնասիրել ենք պետությունների դիմումները մեր անվտանգության աջակցության համար, շահեդների եւ այլ նմանատիպ մարտահրավերների դեմ պայքարում, ասել է Ուկրաինայի նախագահը։ Այսինքն Ուկրաինային դիմել են արաբական երկրները, ասում են մեզ օգնի, դրոնների դեմ պայքարենք, որովհետև Ամերիկայից հույս չկա։ Ամերիկան էլ է դիմել Զելենսկուն։ Բա ասում էր խաղաքարտ չունի Զելենսկին, հաղթատուկ չունի։ Էս ինչ անում, չի հանձնվում, չի հանձնվում։ Կռվող տղեկ են, չեն հանձնվում։ Այդքան զենքն ու տեխնիկան Ամերիկայի խայտարակ է անում։ Որ չես կարողանում Իրանի հարցերը լուծել։ Ոնց լուծես։ Հա ուժեղ ես, շատ ուժեղ ես, բայց ոնց լուծես։ Խփեցիր, չտապալեցիր, հետո հաջորդ քայլը։ Ցամաքային գործողություններ անես, հետևանքները պատկերացնում ես։ Առանց ցամաքային գործողության 1.680.000 քառակուսի կիլոմետրանոց երկիրը, պետք է ինչ անես։ Հարվածեցի ժողովուրդը փողոց դուրս չեկավ, իշխանությունը չտապալեց, ինչ ես անելու։ Քանի հրթիռով ես խփելու, որ բան փոխվի։ Խփում ես, պատասխան ես ստանում։ Աշխարհը խառնվում է իրար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Իրանի հետ լուրջ սպառնալիք է ներկայացնում եւ կարող է նույնիսկ հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, որին աշխարհը պատրաստ չէ։ Զելենսկին նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբում Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում էր Իրանի փոխանցած զենքն ու Ուկրաինայի դեմ։ Իսկ այժմ Իրանը նմանատիպ տեխնոլոգիաներ է կիրառում Մերձավոր Արևելքի հակամարտություններում եւ հարձակվում ամերիկյան բազաների վրա։ Նաեւ ուկրաինական հետախուզությունը ռուսական մասեր է հայտնաբերում պատերազմում կիրառվող շահեդ դրոնների մեջ։ Հիմա դուք սա էլ նայեցիք ուսումնասիրությունը, հասկացաք, թե ինչա կատարվում։ Սա նշանակում է, որ հիմա Ուկրաինան բացատրում է, որ այս Ռուսաստանն է հիմա Իրանին օգնում, խփում է Ամերիկային։ Բա Ամերիկային պաշտպանում է իրեն դեմ Ուկրաինայի, դե հիմա տակից դուրս արի։ Սա է խնդիրները, պատկերացնում եք, թե աշխարհն ինչ վիճակում է, պատկերացնում եք, թե մեր տարածաշրջանն ինչ վիճակում է, ու մեր երկիրն ինչ վիճակում է, եւ պատկերացնում եք մեր քննարկվող հարցերի մակարդակը մեր իշխանությունների որքանով է համարժեք, որքանով է համահունչ աշխարհաքաղաքական զարգացումներին, որ այս խելքով մտածում են ուշտ ու միտքերը, այնա որ նորից վերարտադրվեն, նորից աշխատեն, որ ինչ անեն։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։